Երբ դեռ լույսը նոր էր բացվում, Երևանից շարժվեցինք դեպի Սյունիք։ Մեր առաջին հանգրվանը Նռնաձորն է։ Մեղրու տարածաշրջանի այս գյուղը հենց հայ-իրանական սահմանին է։ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնք հասնելու համար բավականին երկար ճանապարհ պետք է կտրես ու անցնես 450 կիլոմետր։ Իսկ գյուղ տանող ճանապարհը մեղմ ասած անբարեկարգ վիճակում է գտնվում։ Այն նախկին Երկաթ գծի տարածքն է։ Ժամանակին Նռնաձոր հասնում էին վտանգավոր խորը ձորի եզրով անցնող նեղ ճանապարհով։ Գյուղացիներն ասում են, եթե բախտդ բերեր, տեղ կհասնեիր։ Ավելի քան 10 տարի է նրանք գյուղ են հասնում Արաքսի երկայնքով ձգվող մի ճանապարհով, որով խորհրդային տարիներին երկաթուղին էր անցնում։ Սակայն հետագայում երկաթուղին ավերվեց, ռելսերը գողացան։ Երկաթ գծի հիմնուղին գյուղացիների համար դարձավ գյուղ տանող ամենահարմար ճանապարհը։ Մենք այն ժամանակ Նռնաձոր բերող ճանապարհը շատ ավելի վատ ճանապարհներ, այդ կապեր կոչվող տարածքներ, որը որ եթե համեմատենք այս ներկայիս ճանապարհը, 100-ապատիկ վատ էր։ 1000-ապատիկ, լավ, 100-ապատիկը քիչ։ Երկաթ գծերը հանելուց հետո սկսեցինք ընդեղով երթևեկել, դառավ մեր համար հիմնական ճանապարհ։ Բայց գյուղը շուտով մեղրուն կապող նոր ճանապարհ կունենա։ Նռնաձորի գյուղապետ Արա Ազիզյանը ցույց է տալիս նոր կառուցվող ճանապարհի մի հատվածը։ Այս արի գագաթը, որ երևում է պարզ, նոր ճանապարհն է մեր։ Այսինքն այդ որտեղը ու որտեղից է գալիս ու Շահանաձոր Նռնաձոր ճանապարհն է, որը պետք է Նռնաձոր գյուղը միացնի Մեղրու շրջանի։ Խոստացել են անգամ ասֆալտապատեն շատ արագ, խոսք են տվել գրունտայինից հետո ասֆալտապատման տենդեր հայտարարեն։ Հույսով եմ մինչև մյուս տարի ժամանակ ասֆալտ էլ կունենանք։ Նռնաձորը Մեղրուն եւ հարակից համայնքներին կապող ճանապարհի կառուցումից հետո Երկաթ գծի հիմնուղին այլևս չի շահագործվի որպես ճանապարհ։ Ասում են, հենց այդ հատվածով է անցնելու ապագա Թրամփի ուղին։ Նռնաձորում այսօր 39 տնտեսություն կա։ Գյուղը հայտնի է նռան այգիներով։ Նախկինում այն կոչվել է Նյուվադի։ 1990-ականներին այստեղ վերաբնակվել են Գետաշենից ու Շահումյանից բռնագաղթած հայեր։ Ջուլիետան պատմում է, թե ինչպես է Գետաշենից եկել Նռնաձոր, զրկանքներով ու անորոշ ապագայով։ Մենք բնիկ Գետաշենից ենք։ Խալայ շրջան, գյուղ Գետաշեն։ Մենք թուրքերը մեզ ընդեղից վտարել ասել ժամը առավոտվա 7-ը ազատ է գյուղը։ Մենք էլ վերտալյոտները նախորդ պիրել են, կանգնացրել մեր ուշարձանի մոտ, էլի շատ հեռու է, էլի բաց մեր գյուղից։ Հերթոտ է ժողովրդին հանել պի Ստեփանագերտ։ Իմ կեսարս գյումա պիրիմն ստեղ, նես Նռնաձոր։ Գալիս է հավանում, երկու տուն շենք, երկու պատապատի հարուսներին ապելիս, երկու աղբեր։ Այնա գալիս է հանդեղ, մեզ ասում, գիտես ինչ տեղ եմ իգել, ինչ լավ տեղ է, հարուստ տեղ է, գնում ենք ընդեղ։ Ինքը մեզ վերցնում է փախստականի հետ, մեզ բերում ստեղ։ Հիմա Ջուլիետայի ընտանիքն ավելի քան 2 հեկտար նռան այգի ունի։ Ասում է հնարավորություն ունեցել է գյուղից հեռանալու, բայց տարիների քրտնաջան աշխատանքով կառուցած տունը թողնել չի ուզում։ Սահմանից եկել ենք սահմանը մեզ գործի, ընդեղն էլ է սահմանա մեր ձեղել, եկել ենք սահմանը մեզ գործի, վերջի տոշկանա, եկել ենք, լերի ոչ մի պյան չկար, ոչ ջուր, ոչ մի պյան չկար, ֆիդան էին ապրել սիլեստեղ, չանոպ մի ջուր էին բաժանում ստեղ, հետո նոր կամած եկան турբիները քցեցին, ջուրը քաշեցին, բայց որ եկանք տները նստեցինք, պատոհանները, դռները պոկած էին հաշուտ վերցրու։ Զրոյից հիմնել եմ այսօր փարքաստու ահագին բերք են քաղում, որտեղ էլ գնաց դժվար է, ավելի դժվար է, այստեղ էլի ստելա դժվար էլի։ Կարելի ասած այստեղ արդեն ես ոնց որ ասած հարմարվել եմ էլի ստեի պայմաններին։ Այս օրերին Նռնաձորում բերքահավաք է։ Նուրն ու արքայանարինջը հասունացել են արդեն։ Գյուղացիները այգիներում են մինչև մայրամուտ։ Օրը վերջանում է, բայց մարդիկ դեռ դաշտերից տուն չեն գնացել։ Ես էլ կյանքում առաջին անգամ փորձում եմ նուր քաղել ու տեսնել, թե ինձ մոտ դա կստացվի, թե ոչ, բայց ոնց որ թե այդքան վարժ չեմ ես։ Մեղրեցի Գուրգեն Ղազարյանն արդեն 30 տարի է օրը սկսում ու ավարտում է այգիներում։ Նռան այգի ունեմ, Կարալյոգի, Թզան, ջուրը դժվար է, Արաքսից եք։ Պոմպակայանները կաչատ են անում, մեկ էլ սենց էլի։ Չէ, դժվարություններ չկա, հիմնականում բերքով ենք զբաղվում, նուրը, Կարալյոկը, դե ստեղից էլ հենց յուրացնում ենք, լավ է, այս տարել ոչինչ, վատ չի, դե Աստծո տված է։ Արքայանարինջի այգիները նոր են, ընդամենը 3 տարվա պատմություն ունեն, բայց բերքից գոհ են։ Այս խեղտողը հիմնականում չիր ենք անում,
սա է լավ չի դառնում, իսկ այն խնձորինը, խուրնիկները, նրանք ուտելու է, էլի։ Հիմնականում ասենք մի 500 կիլոմետրի վրա պիտի փոշոտիչ լինի, ու ծառի վրա փոշոտում է ինքը լինում, համ այնց ուտելու է լինում, համ էլ այսպես է լինում։ 3 տարի առաջ եք հիմնադրես այգին, լավ աճում է, լավ բերք է տալիս, այս տարի արդեն մի տոննա հավաքել եք ստեից, այս փոքր տեղից։ Նռնաձորի գյուղապետ Արա Ազիզյանն ասում է, մի քանի տարի առաջ նռան այգիները չորանում էին, բայց արդեն 2 տարի է պոմպակայաններով կարգավորել են ոռոգման հարցը։ Սակայն խմելու ջրի խնդիրը դեռ մնում է չլուծված։ Գյուղը սնուցվում է 2 քյարիզներից։ Մեկը գյուղի վերևի մասում է գտնվում, որը գյուղը սնում է ինքնահոս եղանակով, մյուսը հակառակ ձորակում է, որը գյուղը սնում է արդեն մեխանիկական եղանակով, պոմպակայանով։ Սեպտեմբերի կեսերից հիմնականում նայել ենք անաբարակում, որ անգամ ժամով չեն կարողանում ջուր կուտակենք, որ ժամով տանք։ Բերքահավաքին զուգահեռ Նռնաձորում նաև շինարարական աշխուժություն է տիրում, նոր տներ են կառուցվում։ Կառավարությունը 16 միլիոն դրամ է հատկացրել 10 ընտանիքի սեփական բնակարաններ կառուցելու համար։ Գյուղի տները հիմնական փայտաշեն ու կավով սարքած տներ են ու այսպիսի ծրագիրը շատ պետք էր Նռնաձորին։ Այդ 5 տներ են շատ վատ կառուցած։ Նռնաձորի դպրոցը 11 աշակերտ ունի։ Մանկավարժները գյուղ հասնում են Ագարակից ու Մեղրիից։ Մանկապարտեզի շինարարությունն էլ դադարեցվել է։ Մանկապարտեզի շինարարությունը, տեսնում եք, շենքը այս պահին շինարարությունը դադարեցված է, որովհետև շինարարի հետ պայմանագիրը խզել են։ Շինարարի ժամկետներում չտեղավորվելու համար։ Հույսով ենք կշարունակեն եւ մանկապարտեզը շատ է գյուղին պետք, որովհետև մինչև 6 տարեկան 16 երեխա ունենք։ Գյուղացիներն ասում են, առօրյա դժվարությունները տանելի են, բերքից գոհ են, բայց անհանգստությունն իրենց չի լքում։ Դա բոլորից էլ հետաքրքիր խաղաղություն ունի, պատերազմ չունի, ամեն մեկը իր երազանքը իր ձեր կատարվի էլի։ Երանի մեզ, եթե խաղաղություն լինի։ Ես մեծ լիահույս եմ, որ կլինի խաղաղություն, բայց եւ այդ խաղաղության վրա տես շատ հույսեր դնել պետք չի։ Իհարկե պետք է ամեն ինչի պատրաստ լինենք մենք, ժողովուրդը, մեր բանակը։ Իհարկե պետք է ձգտենք խաղաղության, ամենակարևոր բանն է խաղաղությունը, որովհետեւ հակառակ դեպքում այն ինչ մեր առաջի պլանները դառնում է 5-րդ, 8-րդ պլան։ Գյուղացիներն ասում են, հաճախ են լսում, թե Նռնաձորը Հայաստանի վերջն է, նկատի ունեն վերջին գյուղն է, բայց զրուցակիցներս հակադարձում են, Նռնաձորը Հայաստանի սկիզբն է։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Սյունիքի մարզ, Երևան, Ռադիոլուր։